Թուրքիան և Ռուսաստանը դեմ են Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի կողմից հնարավոր ռազմական գործողությունների։ Կարող է տարօրինակ թվալ, բայց այս հարցում Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումը բխում է Հայաստանի շահերից և հակասում է Ադրբեջանի շահերին։ Իրանի թուլացմամբ Իսրայելի ազդեցությունն է աճում, որը հակասում է Թուրքիայի շահերին և հակաարևմտյան բևեռ է թուլանում, որը հակասում է Ռուսաստանի շահերին։ Իրանի թուլացումից ամենաշատը Հայաստանն է տուժում, քանի որ խոցելի է դառնում Սյունիքը, և ամենաշատը Ադրբեջանն է շահում, քանի որ հնարավորություն է ստանում միջանցքը բացել ռազմական ճանապարհով և Իրանի ադրբեջանական բնակչությանը հրահրել Իրանի դեմ մեծ Ադրբեջան կառուցելու հեռահար նպատակներով։ Սա մի օրինակ է, որ միջազգային քաղաքականությունում սև ու սպիտակ դոգմաներ չպետք է լինեն, հատկապես Հայաստանի նման փոքր և խոցելի պետությունների համար։ Հայաստանը պետք է օգտագործի ցանկացած հնարավորություն ռուս-թուրք-ադրբեջանական շահերի հակասություններից օգտվելու համար։ Սա այն պահն է, որ Հայաստանը պետք է օգտվի թուրք-ադրբեջանական ոչ այնքան ամուր դաշնությունից և հետևողականորեն հասնի Թուրքիայի հետ սահմանի բացմանը, անկախ խաղաղության պայմանագրի ճակատագրից, գրել է Սասուն Քոսյանը ֆեյսբուքյան իր էջում։ Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հանդիպումը, որ Թրամփի պաշտոնամուտից հետո արդեն երկրորդն է։ Ինչպես իսրայելական աղբյուրներն են հայտնում, Նեթանյահուն աշխատանքային այցով գտնվում էր Հունգարիայում, երբ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ և շտապ Վաշինգտոն հրավիրել։ Ըստ Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրության, Թրամփը և Նեթանյահուն պետք է բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիս անցկացնեին, բայց վերջին պահին այն չեղարկվել է։ ԱՄՆ-ի նախագահը և Իսրայելի վարչապետը Սպիտակ տան օվալաձև սրահում լրագրողների հետ կարճատև շփում են ունեցել։ ԱՄՆ նախագահը ընդսմին բավարարվել է մեկ նախադասությամբ. «Մենք քննարկել ենք Իրանի ակնհայտ խնդիրը և առևտրի հետ կապված ոչ այնքան էական հարցեր»։ Ի տարբերություն Թրամփի, Նեթանյահուն բանակցությունների իրանական թեմատիկայի մասին չի խոսել։ Իսրայելի վարչապետը, ինչպես մամուլն է փոխանցում, կարևորել է երկու հանգամանք՝ Համասի լիակատար ոչնչացումը և հրեա պատանդների հայրենադարձությունը և Սիրիայում թուրքական զինված ներկայության շուրջ մտահոգությունը։ «Մենք Թուրքիայի հետ հակամարտություն չենք անցկացնում, բայց Սիրիան չի կարող վերածվել Իսրայելի դեմ սպառնալիքի հարթակի», արտառոց է, թե ԱՄՆ նախագահն ինչու լրագրողներին ոչինչ չի ասել հրեա պատանդների հայրենադարձության, Գազայում հրադադարի երկարաձգման, ինչպես նաև Սիրիայում իսրայելա-թուրքական հնարավոր հակամարտության մասին, իսկ Իսրայելի վարչապետը շրջանցել է Իրանի վերաբերյալ քննարկումները։ Կարելի է ենթադրել, որ կամ կողմերն Իրանի հարցում հասել են սկզբունքային այնպիսի համաձայնության, որի մասին պայմանավորվել են լռել, կամ Դոնալդ Թրամփը չի պաշտպանել Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու գաղափարը և Իսրայելի վարչապետին հորդորել է կենտրոնանալ Գազայում պատանդների փոխանակության և հրադադարը երկարաձգելու հեռանկարի վրա։ Իրավիճակը գնահատելու համար թերևս խորհրդանշական է մի հրապարակում, որի հեղինակը հիշեցնում է Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի 2002 թվականի վաշինգտոնյան այցը, որի ընթացքում նա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին փորձել է համոզել, որ Իրաքի փոխարեն լուծի Իրանի հարցը և հաջողության չի հասել։ Կարելի է ենթադրել, որ ենթատեքստն այն է, որ Նեթանյահուին նույնպես չի հաջողվել համոզել Թրամփին, որ Մերձավոր Արևելքում ոչ թե Եմենի հութիներն են սպառնալիք, այլ Իրանի միջուկային ծրագիրը։ Ընդ որում, իսրայելական աղբյուրները միանշանակորեն պնդում են, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների գաղափարը մերժում է փոխնախագահ Վենսը, ում շուրջ համախմբված է մի հզոր թիմ։ Վենսը ըստ այդմ համարում է, որ ԱՄՆ գլխավոր սպառնալիքը Չինաստանն է և ռազմական ռեսուրսների մեծ մասը պետք է կենտրոնացնել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Չափազանց բարդ է կողմնորոշվել, թե ինչ ինդուլգենցիայով Երուսաղեմ կվերադառնա Բենյամին Նեթանյահուն, բայց Yediot Ahronot-ի վերլուծականը պնդում է, որ ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցություններն արդեն մեկնարկել են, թեև կողմերն այդ մասին տեղեկությունը հերքել են։ Այս ֆոնին դիտարժան տեղեկություն է հայտնել Անադոլուն, ըստ որի հետաձգվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի Իտալիա այցը։ Ինչպես պարզել է թուրքական կողմը, Իտալիայի վարչապետ Մելոնին պատրաստվում է ուղևորվել Վաշինգտոն։ Նույն աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ շաբաթվա ընթացքում Անկարա կայցելի Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան։ Ենթադրվում է, որ այդ ընթացքում կստորագրվի սիրիական 3 օդանավակայանում թուրքական ռազմակայան հիմնադրելու մասին համաձայնագիր։ Նեթանյահուն Թրամփից Սիրիայում թուրքական հենակետերը թիրախավորելու արտոնություն է ստացել։ Նյութի աղբյուր Առաջին AM։
Ես ստիպված եմ այս պահին ուղիղ եթեր մտնել, որովհետև օրվա ընթացքում բազմաթիվ հեռախոսազանգեր ու նամակներ եմ ստացել մեր մի շարք հայրենակիցներից, մասնավորապես անընդհատ կրկին հարց է հնչել, թե ճիշտ է, որ Սյունիքի վրա, Տավուշի վրա, Գեղարքունիքի վրա թշնամին կրակում է։ Ինչու եմ հիմա մեքենայից վեկի մոտից ուղիղ եթեր մտնում, որովհետև հենց հիմա ինքս վերադառնում եմ Տավուշի մարզից։ Սիրելի հայրենակիցներ, որպեսզի ես շատ ավելի այսպես փորձեմ այլաբանորեն պատասխանել նմանատիպ հարցերին, այսօր մի քանի անգամ այդպիսի այս անեկդոտը, հումորը հիշել եմ եւ հիշեցրել եմ այդ զանգահարողներից ոմանց, ասում է մեկը նստում է տաքսի եւ ասում է «Քշա Թուրքիա»։ Վարորդը զարմացած ասում է «Եղբայր, Երևանից Թուրքիա այդպես հեշտ չգնալ տաքսիով, ինչ ես ուզում քշեմ Թուրքիա»։ Ասում է «Քշի Թուրքիա, դրանք հայոց ցեղասպանություն են արել, գնամ ես դրանց հերն անիծեմ»։ Տաքսու վարորդը ասում է «Արգելից, բայց հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ։ Նոր մտքովդ անցավ, որ թուրքերը հայոց ցեղասպանություն են արել»։ Պատասխանում է «Ես նոր եմ իմացել»։ Հիմա ինչ եմ այս անեկդոտը հիշում։ Սիրելի հայրենակիցներ, շատ հաճախ են ասում ես մի պահ կանգ առնել, որպեսզի երթևեկության ժամանակ ստիպված չլինեմ այսպես ուշադրություն շեղել։ Սիրելի հայրենակիցներ, դուք մի բան իմացեք, որ Ադրբեջանը առաջնագծում լինի Տավուշի, Նոյեմբերյանը, լինի Իջևանի կամ Բերդի տարածաշրջաններում, լինի Գեղարքունիքի մարզի Ճամբարակը, Վարդենիսը, լինի Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջանը կամ Նախիջևանի կողմից Վայքի հարակից սահմանային տարածքները, լինի Սյունիքի մարզի երկու կողմից, այսինքն Գորիս, Կապան, Մեղրի, Սիսիան եւ այլն, կամ Նախիջևանի կողմից մյուսը, այսինքն Երասխի առումով։ Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանը երբեք չի դադարեցրել կրակոցները առաջնագծում։ Հիմա այն, որ դուք նոր եք իմանում այդ կրակոցների մասին, դա չի նշանակում, որ այդ կրակոցները նոր են։ Ես ձեզ ուզում եմ ուղղակի մի բան տեղեկացնել, որ Ադրբեջանը տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով էլ կրակում է առաջնագծում։ Երբեմն ուղիղ մերոնց վրա է կրակում, երբեմն երկինք է կրակում, ուղղակի առաջնագծում ծառայող մեր զորքը սովոր է թշնամու այդ սադրանքներին կամ առաջնագծային սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր հայրենակիցներն են շատ հաճախ սովոր այդ ամեն ինչին եւ միշտ չի որ այդ մասին խոսվում է։ Ուղղակի գիտեք, Երևանում, հատկապես Երևանում ապրող մեր շատ հայրենակիցներ, երբ որ հանկարծ լրատվամիջոցներով, քանի որ հայրենիքը շատերը ճանաչում են լուրերով կամ Facebook-ում գրածներով, շատերը չեն էլ իմանում իրականում ինչ է կատարվում առաջնագծում, ինչպիսի վիճակ է, շատերը հայրենիք շատ հաճախ չեն էլ ճանաչում եւ երբ որ ամեն անգամ ես մարդկանց ասում եմ եկեք գնացեք այդ վայրերում մի քանի ժամ անցկացրեք, տեսեք, օրինակ գնացեք, տեսեք Բերդի տարածաշրջանը, տեսեք Նոյեմբերյանի տարածաշրջանը կամ Սյունիքը, Գեղարքունիքը եւ այլն, շատերն ասում են հեռու է, չենք գնում, նստում են Երևանում, ոմանք շատ-շատերը գերադասում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածներում ապրել, չգիտեմ, Արարատի մարզում, Տոտայքի մարզում, Երևանում, Արագածոտնում ու հետո այսպես ծնկները ծեծել, ասել վայ Ադրբեջանը կրակեց։ Սիրելի հայրենակիցներ, Ադրբեջանը երբեք չի դադարեցրել կրակոցները առաջնագծում։
Ադրբեջանը միշտ գրեթե ամենօրյա ռեժիմով կրակում է ինչպես Բերդի առաջնագծում, այնպես էլ Նոյեմբերյանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սիսիանի, Վայքի, Երասխի բոլոր տեղերում Ադրբեջանը պարբերաբար կրակում է։ Կրկնում եմ, կրակում է ինչպես մերոնց վրա, այնպես էլ կրակում է երկինք, օդ։ Նպատակը հետևյալն է՝ անընդհատ լարվածության մեջ պահել ինչպես մեր զորքին, որպեսզի ինչ-որ մի պահի մերոնց նյարդերը տեղի տան եւ մերոնք էլ կրակեն եւ իրականում առաջանա մեծ պատերազմ, որ չգիտենք թե ում կարող է օգտակար լինել, անձամբ ես կարծում եմ, որ հիմա բացարձակ պետք չի, որ մենք պատերազմի մեջ մտնենք։ Դա երբ ասում եմ, դա չի նշանակում, որ մենք վախենում ենք պատերազմից։ Չէ, սիրելի հայրենակիցներ, մեր զորքը ամենևին չի վախենում պատերազմից, բայց պատերազմը լավ բան չի եւ պետք չի պատերազմել։ Գոնե հիմա 2035 թվականին կպատերազմենք եւ հետ կվերցնենք Արցախը, ինչպես նաեւ շատ այլ տարածքներ։ Բայց այս պահին ոչ ոքի պետք չի պատերազմ, գոնե մեզ։ Բայց դրա հետ միաժամանակ, սիրելի հայրենակիցներ, կրկնում եմ, առաջնագծում թշնամու կողմից սադրանքները մշտական են։ Գիտեք, շատ հաճախ այսպեսի անեկդոտ էլ է պտտվում, մեր առաջնագծում, որ ասում են թշնամին մերոնց է, այսպես դե քանի որ դիրքերը մոտիկ են, թշնամին մերոնց է հայհոյում, մերոնք ասում են, դե գնացեք ձեր Իլհամի SUN, նրանք էլ ասում են, մենք էլ ձեր Նիկոլի SUN, մերոնք ասում են, մենք էլ, ու էլի անընդհատ կրակոցներ եւ այլն, եթե թշնամին 10 հատ է կրակում, մերոնք 20 հատով անհրաժեշտության դեպքում նաեւ դրանց լրացնում են, շատ բաներ կա, որոնց մասին հրապարակային չի խոսվում եւ պետք էլ չի որ խոսվի, դե մերոնք ինչպեսի պատասխան են տալիս թշնամուն, բայց այստեղ իհարկե կխնդրեմ, որպեսզի դուք նաեւ բան չանեք, էլի չմտածեք, թե օրինակի համար կարող է ես այն մի շանվորդ ունեմ պատասխանում, որը օրինակ թուրք ոչվելուց չի ամաչում, չէ, պարզապես մեր զորքը սովորեք հարգել, գիտեք, մեր բանակին։ Սիրելի հայրենակիցներ, շատերը ինձ նաև ասում են, գիտեք, որ հրաման եկավ նահանջել, չկռվել եւ այլն, մեր զորքը չի անի։ Այդպես չի, սիրելի հայրենակիցներ։ Բանակի կյանքը, բանակի առօրյան լրիվ այլ է, բանակի իրականությունը այլ է եւ սովորեք ի վերջո հարգել, գնահատել այն բանակը, որը մենք ունենք։ Կարող եք իհարկե ասել, բա ինչու էսպես եղավ, ինչու եղավ Արցախը եւ այլն, դա լրիվ այլ իրականություն է, այո կա քաղաքական կոմպոնենտ, այո կան խնդիրներ, այո այսօր մեր բանակում խնդիրներ կան, բայց եթե մենք շարունակենք բանակին այդպես վերաբերվել, որ թուրքը հարձակվեց, վերջ ամեն ինչ, չգիտեմ, իրենով է անելու, շատերն ասում են, ինչ ասում է, անում է, գլուխը պատին է տալիս թորքը, այդպես չի, որ ինչ ասում, անում է։ Դուք ուղղակի չեք շփվում բանակի հետ, դուք կողքից նայում եք մի քանի բլոգերների, օրինակ մի չոր Աննա Օգանեզովա, եթե չեմ սխալվում, անկեղծ ես լրջորեն կասկածներ ունեմ, որ դա հայ չի, որովհետև այն բոլոր ինֆորմացիաները, որ նա հրապարակում է մեր բանակի մասին, դա մենակ թուրքը կարող է այդպիսի ինֆորմացիա հրապարակել եւ նմանատիպ խոճապ տարածել։ Գիտեք, երբ ես ասում եմ, որ պետք չի խոճապ տարածել, դա ամենևին չի նշանակում, որ պետք է իրականությունից կտրվել։ Եվ երբ ես ասում եմ, որ մեր բանակի հետ կապված կան լիքը լավ բաներ, դա չի նշանակում, որ պետք է օրինակ, չգիտեմ, Նիկոլի քարոզչությամբ զբաղվել։ Մենք ունենք իրականում լավ սպաներ, լավ զինվորականներ, որոնք այսօր իրենց առողջության ու կյանքի գնով պահում են առաջնագիծը, պահում են անխախտ։ Պետք է հարգել, չէ, այդ մարդկանց, այդ ծառայությունը, այդ նվիրումը, ոչ թե նստել տներում դիվանի վրա եւ ասել վայ այսպես, վայ այնպես, չգիտեմ ինչ։ Այդպես չի, սիրելի հայրենակիցներ։ Դուք ուղղակի չգիտեք, թե առաջնագծում ինչ է կատարվում։